Այսօր բավական թեժ դատական նիստ ունեցանք, որովհետև ըստ էության դատախազը միջնորդել էր, որպեսզի այն վկաները, որոնք առանցքային նշանակություն ունեն այս գործի հանգամանքներում, իրենց չհրավիրենք դատարան եւ համարենք իրենց հետազոտությունները, իրենց ցուցմունքները հետազոտված, ինչը մենք համարում ենք, որ այս պարագայում գործի լավագույն շահից չէր բխում, որովհետև տեսնում ենք ինչ իրավիճակ ունենք, այսինքն կան 4 հոգի սպանված, զոհված մարդիկ եւ ունենք մեղադրյալ, ով ունեցել է չնայած որ ակնհայտ անգործունակության, ակնհայտ հոգեկան խնդիրներին, հասարակության համար վտանգ ներկայացնելուն ունեցել է զենք, որով գործել է այս հանցանքը եւ ասում են դե լավ, հիմա անմեղսունակ է, կարեւոր չեն այն մնացած հանգամանքները, որոնք նպաստել են դրան։ Եկեք մեկ այս վարույթի շրջանակներում պետքա որոշենք, թե անձին ուղարկում ենք հոգեբուժարան հարկադիր բուժման, թե չէ, եւ այդքանով ավարտենք, մինչդեռ դժողների շահերից է բխում այս հանցանքի բազմակողմանի քննությունը ու պարզել է, թե ի վերջո ոնց է այդպես դարել, որ մարդը 10 տարուց ավել ալկոհոլի ազդեցության ներքո լինելով, հարբեցողությամբ ավելի խորացնելով իր հոգեկան վիճակը, կարողացել է զենքի տիրապետել եւ այսպիսի հանցանք գործել։ Կարծում եմ, որ նման գործերը պետք է հանրության ուշադրության, ոչ միայն հանրության ուշադրության կենտրոնում լինեն, նաեւ իրավասու մարմինների եւ այս պարագայում այս ողջամիտ ժամկետների պատճառաբանությունը, որ թվում է թե միշտ բերում են դժող կողմին ներկայացուցիչները կամ մեղադրյալները, կամայական այսպես չմեկնաբանվի, էլի, մեկ էլ հանկարծ դատախազները չորոշեն, որ այն գործերով, որոնք չեն ուզում, այսպես ասած, հավելյալ ջանք գործադրել, ռեսուրս գործադրեն, այսպես արագ քննեն, անցնեն առաջ։ Ակնկալում ենք, որ այս գործով պետք է լինի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն։ Այո, զենք գրանցված է եղել եւ այստեղ դե պատճառաբանում են, կարդաց դատախազը ասում է զենքը տրամադրելիս փորձագետի եզրակացությամբ նայում են, ասում են, եթե առերևույթ ոնց որ իր հույզերը կարողանում է թաքցնի որևէ տարօրինակ վարքագիծ հենց այդ պահին չի ցուցաբերում, ապա կարելի է զենքը տրամադրել։ Մեր համոզմամբ այդպիսի պարզունակ ընթացակարգ չի կարող սահմանված լինել ու այս պարագայում տպավորությունս այնպիսին էր, որ զուտ օրենսդրական կարգավորմամբ մենք կարողացանք հասնել այն հանգրվանին, որ այս դեպքում դատախազի միջնորդությունը ի վերջո մերժվեց եւ այդ վկաները հաջորդ դատական նիստերին կգան ցուցմունքներ տալու։